Ես Ալինն եմ, որը եղած է աղջիկ, հետո կին, մայր եւ առայժմ գեսուր եւ զոկանչ։ Ուրեմն Ալինը ինչի մասին գուզե կամ ես ինչի մասին գուզեմ ցեզի հետ կիսվել։ Ընդհանրապես մարդ վերա ներդրում գանի ուսման ոլորտի մեջ, բիզնեսի մեջ, այսինքն նորից գանի, իր առողջության մեջ, բայց կյանքում դուք մտածած կաք, որ ինքներդ ձեր վրա ներդրում անեք։ Թեման սրա շուրջա լինելու։ Երկու Ալինգա կամ ես երկու մարդ եմ, նախահայաստանյան կյանքը եւ հայաստանյան։ Նախահայաստանյան կյանքում ապրած եմ մի միջավայրի մեջ, որը սահմանափակումներ էր տալիս աղջիկներին, այսինքն ամոթ է, գլե, ցայնդ մի հաներ, չի կարելի, վախկոտ մեծացնել չասեմ, վախ կար, իսկ տղուն զուգահեռ ամեն հնարավորություններ կար։ Ուսա ես հետո երբ հասկացա, երբ որ մայր եղա, ես էլ վախկոտ դարձա, բայց իմ ծնողներս, քանի որ չարթի վերաբրածներ էին, իրենք շարունակելու, իրենք վերապրելու խնդիր ունեին, հետևաբար այդ վախը կորուստի հետ կապված էր, դրա համար այդ սահմանափակումները տնում մեզ, բայց իհարկե եթե դու պայքարող ես, գրվող ես, եթե դու ընդունող ես քեզի դրված պայմանները, ինչ-որ բանի կհասնես։ Ալինա, ես ավարտեցի պոլիտեխնիկը, մասնագիտությամբ շինարար եմ, աշխատած եմ Երևանի քաղաքապետարանում, գերմանական կառավարության հետ հին հալեբը վերականգնելու ծրագիր։ Մի ֆանտաստիկ հրաշք մասնագիտություն էր իմ համար, մշակույթի հետ ծանոթանալ, որը ես ընդեղ ապրած էի, զուգահեռ դրանց հետ ահագին գիտելիք եմ հավաքել, երբ որ շատ խորը իրենց միջավայրին մեջը գտնված էի։ Բայց այս ճանապարհը ինձ երկու ուղղություն տվավ, կամ պիտի ես գնայի Գերմանիա մասնագիտությունը շարունակելու համար, կամ պիտի որոշեի ուրիշ տարբերակ։ Ուրիշ տարբերակ, երբ որ ամուսնացա եւ երկու երեխա ունեի եւ աղջիկ, իհարկե հոգուս խորքում այդ մերժումները ամուսնուս հետ, որ չեմ ուզել աղջիկիս ասել չի կարելի, շորթիկ մի հագվիր։ Պարզապես չեմ ուզել։ Հետևաբար ընտրությունը եղավ Հայաստան գալ։ Հիմա եկավ Ալինի երկրորդ կյանքը, որը սկսվեց Հայաստանում, այսինքն այդ ինչ-որ որը ստեղծված էր, ինչ-որ արված էր, մնաց այն գոհ, ոչ մեկուն չի հետաքրքրել այդ կյանքը։ Եկած եմ մի երկիր, որը ինքը իր ժողովրդին չի կարողանում տալ, բայց սկիզբը անգերց ասած ես դա չէի տեսնում։ Սկիզբը ներվում էի, ջղայնանում էի, բայց ես ինչ պիտի անեմ, բայց ես տունը պիտի նստեմ ու ահա որ նախանձում էի անգերց ասեմ, երբ որ տեսնում էի հայաթում, տատիկ բաբիկները դանում էի մանգաբարտես, ասում էի, բա մի հատ տատիկ մեր մոտ չլիներ, ես գնայի ինքը աներ։ Ու հասկացա, որ լավ, հերիքա ես ինձի բացասական ամեն ինչ տրամադրեմ ու որոշեցի անցնել թրականի, հավատացեք, թուգեք դրա գլխավոր թերագատարը, մի մազի փարագության թելի չափ է բացասականից թրական անցնելու ճանապարհը, ավելի երկար չէ։ Ու որոշեցի պետք է գործ անեմ, լավ ինչ անեմ, ինչ ֆտեմ, շինարարություն ում է պետք, սա Հայաստանը դատարկ է, մութ, շենքերը կանգնած եւ այլն, բայց ես պետք է աշխատեմ։ Քանի որ ժամանակը շատ էր եւ չգիտեի ինչ պիտի անեի այդ ժամանակ, երբ որ երեխեքս սկսեցի հայկական թանգարանները մանալ եւ սիրահարված եմ մինչեւ հիմա էլ ժողովրդի մեր թանգարանին հետը։ Անգերց ասած, որովհետև երևի ինձ տանում է արմատներին, երբ որ տանում է ժանյագործություն, քորքագործություն, թեկուզ մասնագիտության հետ էլ կապված է, մանավանդ մեր ժանյակները եւ եթե այն թափի կորձը տեսնեք լրիվ ջարդարապետական քիծերը։ Այս ինձ ամեն ինչ ու որոշվեցի իրանց հետ աշխատել։ Ինչպես
Առնում էի ժանյակները, տանում էի Գերմանիա, տանում էի Ամերիկա, այսինքն ժամանակավոր գործ էր։ Բայց եկամտաբեր չէր, այսինքն ոչ թե եկամտաբեր էր, բայց անընդհատ եկամուտ չէր տալիս։ Ռադիոյում արաբերենով եմ խոսել, արաբերենի դաս եմ տվել, ինչ ծեր մտքով անցնի, բայց այդպես որ ընտանիքիս չխանգարե, 2 երեխեքիս։ Իսկ ոնց հայտնվեցի ես բիզնեսում։ Մայրեմ, աղջիկս միշտ գսե, որ մամաս արաբ մամա է, ջաշ միտի եփեմ, գնում եմ շուգա, նայում եմ համեմունքները, բաժակով, բայց ես կես կիլո, այս երկխոսությունը դադիկներու հետ ու որակը, ասում եմ, ես ինչ է, համ չի գա։ Ու այսպես, միտքը ծնվեց, որ արդյոք հնարավոր է իմ խնդիրս լուծելով, ուրիշ կանանց խնդիրներն լուծելու, ընդամենը միտք էր։ Ժողովուրդ ջան, սկսեցինք 3 հոգիով, հիմա խումբը 48 հոգի է։ Դա հեշտ չէր։ Հետևաբար ինքդ քո վրա ներդրում անելու համար երկիր փոխելը խոչընդոտ չէ։ Երկիր փոխելը քո պայմանները պետք է տուն քեզի համար ստեղծես։ Երբ որ հասկանաս, որ ինքը իր ժողովրդին ինչ-որ տալիս է, Շվեյցարիա չի Հայաստանը, հետևաբար այդ պայմաններում ինչ-որ կդիր մի բան անես։ Կարևորը անես։ Եկանք երկրորդ խոչընդոտը, իբր քո վրա ներդրում պետք է անես, բայց ես շինարար եմ, բայց այսի բիզնես է, բայց ես բիզնեսից ոչ մի բան չգիտեմ, չեմ հասկանում։ Հավատացեք, հիմա այնքան փախտավոր է նոր սերունդը, լեցուն ծրագիրներ կա, լեցուն ուղղություններ կա։ Ես շատ եղել գնացել եմ նախարարություն, ասել եմ ես օգնության գարիք ունեմ, չգիտեմ ինչ պիտի անեմ։ Մասնագիտություն փոխելը 20, 40, 60 հնարավոր է։ Այսինքն դուք ձեզի մի շրջափակեք։ Սա ես կյանքի պատմությունով եմ սովորել։ Հիմա նեղվում եմ մի փոքրիկ բանից, որը պիտի հայտարարեմ։ Քանի որ վարգերը շատ են, քանի որ մարդիկ վճարումներ երիտասարդների մասին է խոսքը, բանկի հետ շատ վճարումներ ունեն, ստիպված մնում են իրանց կորձերի մեջ ու չեն ուզում փոխել, որովհետև այնտեղ եկամուտը ստաբիլ է ու իրենք վճարումներ ունեն ու դա ինչ-որ սպանում այդ ինովեյտիվ ստեղծել, վերին ստեղծել, իրը ունենալ, ինչ-որ յուրահատուկ բանի մասին, քանի որ բարդավորություններ ունի, դա եմ հասկանում։ Իսկ երրորդ բանը, որ իրոք, որ իբր մարդ ինքս ինձ վրա ներդրում եմ արել, խոչընդոտները, դուք պատկերացնում եք, երբ որ համեմունք ես առաջարկում 99-2000 թվականին Հայաստանի քաղաքացի, որը քիմքը ահավոր կոնսերվատիվ է, պահպանողական է, 22 տեսակ համեմունք։ Այսինքն ապշած, ասում է, էսի միսը ճաշը բացացնող գին է, էս ինչ է անում։ Ու եղած է, որ մենք աշնագում էինք, խաշլամաբիդի ենք, սա էլ պատմեմ, ասեցի ինձ մի քիչ տվեք, ու սկսեցի ինչ-որ մտքովս անցնում տնեմ, և այլն, վերջում էլ բիվան եմ, հավատացիք վերջում թողեցին իրենց միայն աղով սև բիբարովը և անցան դա ուտելու։ Հետևաբար սրանից էլ սովորում ես, որ խոչընդոտները ամենակարևորը քիմքի հետ էր իմ բարակայից կապված և մնացած խնդիրները լուծում էի։ Հավատացիք լուծում էի, հնարավոր է հաղթահարել։ Այս ամեն փաթեթը վերջում բանի եկավ, երբ որ զանգ ստացա քաղաքապետարանից և ճանաչվեցի 2015-ին իբր լավ կամ առաջին գին գործարարը, 2015-ը շատ հին թվական է, չգործեք, ես էլ բավական մեծ եմ։ Ուրեմն երկրորդը իսկ ամենը վախենալուն էր ինքս ինձ համար, երբ որ զանգ եկավ նախագահականը, ասում եմ ինչ են ուզում սրանք ինձանից, ես բան չեմ արել, ու սկսեցին հեռախոսի մյուս կողմը խնդալ,
ասում են, չէ, գիտենք որ բան չես արել, բայց ես ինչ եմ արել, ինչ եք ուզում։ Ասեցին, այս ինչ օրը, այս ինչ ժամին գկաք Հայաստան, իբր սպիրկեն հայրենաթաց եղող կին, ձեր անունն են առաջարկել եւ պիտի շնորհակալակիր կամ վկայական ստանաք Հայաստանի Հանրապետության, մի ամոթ, մի իրարանցում, բայց ես բան չեմ արել։ Դրել անցավ, իսկ երրորդը, որ էլի շատ հետաքրքրական էր, 2022 թվականից էկոնոմիկայի նախարարություն արդեն առանց վախի, քանի նախարարություն է, զանգ է գալիս, որ եկեք շնորհակալակիր ունեք Հայաստանի բիզնեսի ոլորտը զարգացնելու համար ձեր ունեցած ներդրումը։ Ու այնտեղ գրած են, որ համեմունքի առաջին ձեռնարկը ինչ որ իրոք շատ հաճելի էր։ Այս ամենը նշանակ է համառորեն աշխատել, գերմանացիներից հավատացեք, որ 6-7 տարի աշխատել եմ, դիսցիպլին եմ սովորել, եւ երբ որ գլուխդ աշխատես, մարդիկ կտեսնեն եւ կգնահատեն։ Իսկ սրանց վերաթիրը եղավ միջազգային կանանց կառույց կա, որտեղ որ էլի ես ընդամենը մասնագիծ էի գնում, արդեն հիմա ընդգրկել են ոչ թե Եվրոպայի ծրագիրներում մեջ։ Հետևաբար, այս ամենով կուզեմ շնորհակալություն հայտնել եւ մի հատ շատ հայտնի baby step հերոստաշարքա ամերիկյան Դեյվ Ռամեսի անունը, որը ասում է. բոլոր ներդրումները կամ նորից ներդրում անելը գումարային է, փող կպահանջեն։ Միակ ներդրումը, որ առանց փողի է եւ բոլորդ կարող եք անել, ինքդ ձեր վրա ներդրում անելն է։ Շնորհակալություն, ես պետք է օդանավակայան վազեմ գնալ։ Թրիչքս մի երկու ժամից է։ Merci շատ։